Սփյուռքը Հայաստանի ձովն է։ Հայաստանը ձով չունի, բայց սփյուռք ունի։ Ծովից կտրել է ուզում մեզ Փաշինյանի իշխանությունը, համոզված են Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչները, որ Դաշնակցության հայրենադարձների հանձնախմբի հրավերով անցյալ շաբաթ Երևանում էին։ Մասնակցելու հայկական Սփյուռքի մարտահրավերներն ու հայրենիքը խորագրով քննարկմանը։ Առաջին քայլով լուծարեցին Սփյուռքի նախարարությունը, նշանակեցին Սփյուռքի հանձնակատար, որը Սփյուռքը միավորելու աշխատանքներ իրականացնելու փոխարեն անցնող 7 տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է Սփյուռքը պառակտելու։ Գործող իշխանության նպատակը հեռվիցել տեսանելի է սփյուռքահայերին։ Ցավով նկատում են ազգայինի դեմ պայքարը ոչ միայն Հայաստանում է, այլև երկրի սահմաններից դուրս։ Հիմնական խնդիրը հայու տեսակի վերացումն է։ Հիմնական խնդիրը հայու տեսակի աղավաղումն է։ Հիմնական խնդիրը հայկականության եւ մեր ազգային արժեհամակարգի քանդումն է։ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով Փաշինյանն իր գործելավոճով բավարարում է թուրք-ադրբեջանական պահանջները, իսկ Սփյուռքի պառակտումը Բաքվի եւ Անկարայի վաղեմի երազանքներից է։ Մշտապես հայկական Սփյուռքից բողոքել է Թուրքիան, Ադրբեջանը եւ այս Հայաստանի այսօրվա վարած քաղաքականությունը ըստ էության մենք դիտարկում ենք նրանց պահանջը, որտեղ այն քայլերը, որ արվում են եւ իրականացվում են, որովհետեւ առողջություն չունեն հայկական շահերի հետ։ Հայկական շահը պաշտպանելու համար պետք է ամրացնել աշխարհի շատ երկրներում ազդեցություն ունեցող հայկական Սփյուռքը, համոզված են քննարկման մասնակիցները։ Ինքը նախ երբ որ հասավ իշխանություն, ուզեց գազմել իր Սփյուռքը։ Ինքը ուզեց գազմել իր Սփյուռքը, նախ ուզեց ցերկը տնել Սփյուռքի վրա։ Որևէ դեր չաճողեցավ։ Սփյուռքի ու հայրենիքի զորացմամբ է հնարավոր հայկականության պահպանումն ու նոր որակի պետության ստեղծումը։ Իսկ որպեսզի դա հնարավոր լինի, պետք է հրաժեշտ տալ այս իշխանությանն ու ձևավորել նորը, համոզված են քննարկման մասնակիցները։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ 2020-ին ստեղծեց երկու կազմակերպություն։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։